Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ 301 թվականին քրիստոնեությունը մեծ հայքի թագավորությունում հռչակում է իբրև պետական կրոն։ Այս գործը կատարվում է Տրթատ 3-րդ մեծ Արշակունի թագավորի հրամանով եւ ամբողջ գործընթացը տեղի ունենում Գրիգոր առաջին լուսավորիչ հայրապետի հոգացությամբ։ Այս գործողությունների արդյունքում Հայաստանը դառնում է պետական կրոն քրիստոնեությունը հռչակած առաջին պետությունը աշխարհում։ Բարև ձեզ, սիրելի հեռուստատիտողներ, եթերում է մեր պատմություն հաղորդաշարը, այսօր խոսելու ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի մասին, ով փաստորեն շարունակեց Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների գործունեությամբ սահմանված այդ ուղենիշները իրագործել եւ դարձավ հայոց եկեղեցու առաջին հայրապետը ու պետական կարգավիճակով Հայաստանում քրիստոնեական եկեղեցու ղեկավարը։ Գրիգոր Լուսավորիչը համարվում է համաքրիստոնեական տոնելի սուրբ, այսինքն նա համարվում է սուրբ թե հայ առաքելական եկեղեցում եւ թե նաեւ ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիներում։ Այս առումով նա, ինչպես արդեն նշեցի, համաքրիստոնեական սուրբ է։ Հետարքիր է, որ նրան նվիրված եկեղեցիներ եւ տարբեր սրբավայրեր կան աշխարհի տարբեր երկրներում։ Օրինակ Իտալիայի Նեապոլ քաղաքի հովանավոր սուրբն է համարվում Գրիգոր Լուսավորիչը։ Միևնույն ժամանակ Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Վասիլի Երանելու տաճարի եկեղեցիներից մեկը եւս նվիրված է նրան։ Եվ այն կառուցելիս Իվան Այեղը նկատի է ունեցել, որ Կազանի գլխավոր աշտարակի գրավման ժամանակ հայ թնդանոթաձիգներն են ունեցել կարևոր նշանակություն եւ փաստորենի պատիվ նրանց հայերի գլխավոր տոնելի սրբին նվիրված եկեղեցի է կառուցել այդտեղ եւ հետարքիր որ ռուս ուղղափառ եկեղեցին նրա տոնը նշում է հենց այն ժամանակ, երբ որ իրեն գրավել են Կազանի գլխավոր աշտարակը։ Այս հետարքիր փաստերից վերադառնանք 3-րդ դարի երկրորդ կես։ 3-րդ դարի կեսերին Հայաստանում տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական հարաբերությունները տարածաշրջանում կտրականապես փոխում են։ Բանն այն է, որ դեռևս 224-ից 226 թվականներին իրանական վերնախավում տեղի ունենում մեծ փոփոխություններ։ Մինչ այդ իշխող Պարթև արշակունները, որ մոտավորապես 5 դար իշխում էին Իրանում, իսկ Պարթևները Իրանի հյուսիս-արևելյան հատվածից էին, ժամանակակից Թուրքմենստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանակցող այդ գոտուց էին, այստեղ գտնվող այս Պարթևական տոհմը կորցնում է աստիճանաբար իր ազդեցությունը եւ Իրանում գերիշխող է դառնում Պարսկ երկրամասը ներկայացնող Սասանյան տոհմը։ Այսինքն Իրանի հարավային էլիտան վերցնում է իշխանությունը եւ նրանք արմատական զրադաշտականության դիրքերից էին գահակալում, ստացվում էր զրադաշտականությունը նորից դառնում է պետական կրոն եւ նաեւ շատ կարեւոր է, որ խզում է առաջանում դինաստիական տեսանկյունից, այսինքն Հայաստանում իշխում են արշակունիներ էին իշխում նաեւ Պարթևստանում, ավելին Պարթևստանում ավագ ճյուղներ, մեզ մոտ կրտսեր ճյուղներ եւ հիմա Սասանյանները տապալելով արշակուններին Հայաստանը դիտարկում են իբրև էգզիստենցիալ թշնամի իրենց նախորդ իշխանության իբրև տոհմը այստեղ որ իշխում է, խնդրեմ է իրենց համար։ Եվ այս հարաբերությունների վատացումը իհարկե հետագայում մեծ նշանակություն պետք է ունենա հայ-պարսկական հարաբերությունների զարգացման վրա։ Մյուս կողմից Հռոմը, որ նախկինում մեր թշնամին էր, աստիճանաբար ստիպված էր լինում Սասանյաններին զսպելու համար պաշտպանել Հայաստանին հետագա գործընթացներում։ Այս իրավիճակում նաև տեղի ունենում մեկ այլ փոփոխություն, երբ որ 252 թվականին Սասանյանները անցնում են հարձակման, փորձում են արշակուններին Հայաստանում տապալել եւ Հռոմը որոշում է պաշտպանել արշակուններին, Հայաստանում դրանից հետո սկսվում է բարդ մի շրջան, որ տևում է մոտավորապես 45 տարի։ Հայաստանում այս շրջանից 26 տարին մեր պատմահայ խորենացին անվանում է որպես ժամանակ անիշխանությանց, այսինքն պատմահայր Մովսես Խորենացու համար այն ժամանակաշրջանը, երբ որ Սասանյան դրածո 3 արքաներն են իշխել, ժամանակ են անիշխանության։ Նա չի ընդունում այդ գաղականների լեգիտիմությունը եւ նաեւ Հայաստանի տարածքում իրականում իշխանությունը բավականին տարանջատված էր, երկու առանձին գոտիներ են Հայաստանում, Գոյանում, արևելյան եւ արևմտյան գոտիներ եւ
պարզ կա հռոմեական ազդեցություն։ Հռոմեացիները որոշում են, որ պետք է արշակունիներին աջակցեն, պարսիկները որոշում են, որ պետք է աջակցեն փաստորեն իրենց տոհմը, որ դառնա այստեղ գերիշխող եւ հետո եթե գահաժառանգը այստեղ իշխի եւ իրենց արքան այնտեղ իշխի, հետո գահաժառանգը Հայաստանից կգնա կգահակալի իբրև արքայից արքա եւ ամբողջությամբ կկլանի թագավորությունը։ Սա վտանգ էր ներկայացնում մեծ հայքի թագավորության լուծարման նույնիսկ տեսքով։ Եվ դրա համար հետագա գործողությունները հայոց արքայական ընտանիքի կողմից իհարկե պետք է շատ մտածված եւ կշռադատված լինեին։ Այս իրողությունների պայմաններում Հայաստանում քաղաքական մասնատման գործընթացը հասնում է նաեւ սոցիալ-տեսական հարաբերությունների շերտ։ Բանն այն է, որ Հայաստանում այդ ժամանակ ավատականացման գործընթաց է գնում, այսինքն հողերի ժառանգական սեփականության դարձման գործընթաց։ Ուրեմն, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, տեղական նշանակովի պաշտոնյաները, նաև գավառակալ, փաստորեն գավառներում նշանակված պաշտոնյաները աստիճանաբար վերածում են հողերը իրենց համար մշտական տիրույթների։ Ժամանակին դա արվում էր հետևյալ կերպ. թագավորը նշանակում էր որևէ արքունի գործակալի, այդ գործակալին աշխատավարձի փոխարեն տրվում էր հողակտոր, եւ այդ հողակտորը համարվում էր նրա եկամուտի աղբյուր, պայմանական ասած աշխատավարձ։ Եվ հետագայում դա ժառանգաբար փոխանցվում էր եւ դառնում էր թագավորի կողմից տրված փաստորեն հողակտոր, որը եթե այդ տոհմը ժառանգաբար էր վարում պաշտոնը, նաև ժառանգաբար կտնօրիներ նրա հետ կապված հողը։ Աստիճանաբար այդ տարածքները վերածվում են տիրույթների։ Եվ այս գործընթացը երրորդ դարում արդեն վերջնական արմատավորվում է։ Ի վերջո, 297 թվականին հռոմեական կողմի հաջողությունն է գրանցվում Սասանյանների նկատմամբ եւ 298 թվականին վերականգնվում է խաղաղություն տարածաշրջանում եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է վերականգնվում։ Մեծ հայքի թագավորությունում արդեն պարտված պարսիկները համաձայնում են, որ պետք է գահակալի Տրթատ III մեծ արքան։ Տրթատի գահակալության ժամանակաշրջանում մենք տեսնում ենք, որ ռազմաքաղաքական այս իրողություններն ու սոցիալ-տեսական այս իրողությունները ուղղակի ակնառու էին։ Արդեն պատահական չի, թագավորը շատ լավ հասկանում է, ինչ իրավիճակի հետ գործ ունի։ Մի կողմից Դիոկլետիանոս կայսրը Հռոմի դիրքավորում է իրեն այնպես, որ ինքն է կամեցել, որ նա դառնա հայոց արքա, մյուս կողմից Սասանյան Ներսե հարքան, որ նախկինում գահակալում էր մեծ հայքում, փաստորեն դրսևորում է իբրև թե հոժարակամություն, որ ինքն է զիջել դիրքերը, թեպետ եւ պարտվել է ճակատամարտում։ Այս իրողության պայմաններում անհրաժեշտ էր ցույց տալ, որ թագավորի իշխանությունը պայմանավորված չէ այս երկուսի կամքով։ Բացի այդ, նոր իրավիճակում յուրաքանչյուր տեղային առանձին իշխանավոր ավատատեր դիրքավորում է իրեն այս կամ այն հեթանոսական աստվածության հովանավորյալի դիրքերում։ Իսկ դրանից առաջ զրադաշտական այդ օրինախավի իշխանության շրջանում անիշխանության այդ պայմանական անիշխանության 26 տարիներին հայտնի է օրինակ Որմիզ Դարտաշիրի կողմից Հայաստանում մեր ավանդական հեթանոսական պատկերացումների փոխարեն եւ տեղական աստվածությունների փոխարեն զրադաշտականության պարտադրման ուղեգիծը։ Այսինքն փորձ է արվել նախկին հեթանոսական աստվածությունների փոխարեն հաստատելու ավելի կոշտ նոր դիրքորոշում, դուալիստական կրոն, զրադաշտականություն։ Այս դուալիստական կրոնը ունի փոքրինչ այլ պատկերացում, կա բացարձակ բարի եւ բացարձակ չար աստվածությունների մրցակցություն եւ այս մրցակցությունը շարունակական ու հավիտենական է, իսկ հայկական հեթանոսական ընկալումներում չկար այդ բարուն հավասար չար աստվածությունը, որ պետք է անընդհատ պայքարի մեջ լիներ եւ բարուն հավասարակշռող լիներ։ Եվ մեր նախաքրիստոնեական պատկերացումներում սովորաբար նույնիսկ դեռ Վանի թագավորության ժամանակներում կար որպես կանոն եռյակ գերագույն աստվածությունների համակարգ։ Հիմա այս բազմազանության պայմաններում իհարկե նաև առանձին արդեն նոր պատկերացումներին, սոցիալ-տեսական նոր հարաբերություններին համապատասխան յուրաքանչյուր իշխան իրեն դրսևորում էր իբրև այս կամ այն աստվածության հովանավորյալ։ Բարդ պայմաններում թագավորի առջև կանգնած է բարդ խնդիր՝ իր թագավորական իշխանությունը այս ամենից անկախ պատկերելու հարցը եւ այս իրավիճակում իհարկե կարևոր դեր են խաղում Հայաստանում դեռևս առաջին դարից ձևավորված քրիստոնեական համայնքները եւ նաեւ քրիստոնեական եկեղեցու նվիրապետությունը։ Այսինքն Հայաստանում դեռ առաջին դարից կային եպիսկոպոսական աթոռներ, որոնք հիմնադրված էին Քրիստոսի երկու առաքյալների Թադեոսի եւ Բարդուղիմեոսի կողմից։ Եվ ստացվում է, որ թագավորի մոտ ժամանակի հետ
պետք է գար այն գաղափարը, որ Հայաստանում այս նոր կրոնը պետք է ունենա պետական կարգավիճակ եւ հանգամանքների այնպիսի դասավորություն պետք է լիներ, որ թագավորը իսկապես գար հանգեր այն եզրակացությանը, որ հենց այս կրոնը, որ Հայաստանում ունի արդեն 2.5 դար շարունակ տարածման պատմություն եւ նվիրապետական աթոռներ, վերջնականորեն դառնա պետական կրոն եւ ունենա արդեն ամբողջական նվիրապետական կառույց։ Այս գործընթացը իրականացվում է հենց Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելությամբ։ Գրիգոր անունը հունարենից թարգմանաբար նշանակում է արթուն եւ հսկող միևնույն ժամանակ։ Այս առումով շատ խորհրդանշական է նրա անունը եւ մենք գիտենք, որ մկրտության ժամանակ է այս անունը տրվել։ Ըստ ավանդության նրա նախաքրիստոնեական անունը, իսկ միջ մկրտություն եղած ավազանի անունը եղել է ենթադրաբար Սուրեն։ Եվ Գրիգորը փաստորեն մանուկ հասակում ստացել է կրթությունը Կեսարիայում եւ հմտացել է տեղի arczepiskopos-ի մոտ հունարենի դպրության հարցում, նաեւ սովորել է ասորերեն եւ բավական լավ գիտակ կրթված անձնավորություն է դարձել։ Երբ հետագայում արդեն հայոց Տրթատ թագավորը հանգամանքների բերումով հայտնվում է հռոմեական հովանավորության տակ եւ հռոմեական կայսրությունը նպատակ է դնում արդեն օգնել արշակուններին վերահաստատվելու հայոց գահին, երբ որ Պարսից վռա մարքան օկուպացնում է Հայաստանը, այդ ժամանակ զգալի է դառնում համագործակցությունը Տրթատի եւ Գրիգորի միջեւ։ Ինչպես հաղորդում են սկզբնաղբյուրները, նույնիսկ Գրիգորը դառնում է ամենավստահելի անձանցից մեկը Տրթատի համար եւ հետագայում պետք է նույնիսկ նրա համար գրագրություն իրականացնող անձանցից մեկը արքունի քարտուղարության մեջ լիներ։ Այս համագործակցությունը պետք է ընդհատվի այն բանից հետո, երբ 287 թվականին առաջին հաջողություններն է գրանցում Տրթատ արքան Հռոմի աջակցությամբ, Հայաստանի արևմտյան հատվածում որոշում է զոհեր մատուցել եւ փառաբանել Անահիտ Դիցումուն եւ նրա պաշտամունքի կենտրոն Երիզա Ավանում կազմակերպվում է այդպիսի արարողություն, այսինքն Երզնկայում, եւ այստեղ շատ հետաքրքիր է, որ Շագաթան հաղորդում եմ, որ հայոց արքունիքում կային քրիստոնյաներ, ում արտոնված էր, որ հեթանոսական արարողությունների ժամանակ նրանք կարող էին չմասնակցել, այսինքն Տրթատ արքայի եւ հայկական արքունիքի պարագայում եւ նաեւ հայկական հեթանոսական պատկերացումների պայմաններում ի հակադրություն զրադաշտականության, որ հանդուրժող չէր, այստեղ կար որոշակի հանդուրժող վերաբերմունք եւ քրիստոնյաների խումբ կար, ովքեր պաշտոնավարում էին, սակայն ազատված էին նման արարողություններից։ Սակայն այս հաղթության առիթը թագավորի համար անբեկանելի իրավիճակ էր եւ պահանջում է, որ նրանք եւս կոնկրետ այս արարողությանը պետք է մասնակցեն։ Գրիգորը լինելով քրիստոնյա եւ սկզբունքորեն հավատալով իր Տեր Աստծուն հրաժարվում է տվյալ պարագայում զոհեր մատուցելուն մասնակցել եւ երկրպագել Անահիտ Դիցումուն։ Սա իհարկե զայրույթ է առաջացնում այն տեսանկյունից, որ թագավորի կամքը կարծեք ոտնահարվի ստորականների, ենթականների ներկայությամբ եւ հրամայում է Տրթատը, որպեսզի չարչարանքների միջոցով պարտադրեն Գրիգորին իրականացնի այս գործողությունը։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ չարչարանքները, որ նկարագրում է Ագաթանգեղոս պատմիչը եւ դրանք նշում թվով 12-ը, ավելի ուշ արդեն 14-րդ դարում եւ 15-րդ դարի սկզբին մեկնաբանել է Գրիգոր Տաթևացին, հայ եկեղեցու գլխավոր գաղափարախոսներից մեկը, ամենանշանավոր վարդապետներից մեկը եւ բացատրել հետեւյալ կերպ, որ նրա 12 փորձություններից յուրաքանչյուրը բնորոշ էր Քրիստոսի 12 առաքյալներից որևէ մեկին։ Եվ ստացվում է, որ Գրիգոր Լուսավորիչը բոլոր այդ 12-ի փորձություններով անցել է եւ սրանով հաղորդակից է ոչ միայն Քրիստոսի 12 առաքյալների, այլ նաեւ փաստորեն Քրիստոսի հետ։ Այս հանգամանքը շատ բացառիկ է դարձնում նրա չարչարանքների ամբողջ ընթացքը եւ այս 12 չարչարանքների վայրում հետագայում չարչարանած Սուրբ Լուսավորչի վանքն է հիմնվել։ Երբ չարչարանքները նոր էին ավարտվել, այդ ժամանակ հայ իշխաններից մեկը Արտավազդ Մանդակունու քրոջ ամուսին Տաճատ Աշոտյանը հայտնում է թագավորին,
որ Գրիգորը այն մարդու որդին է, ով սպանել է Տրթատ թագավորի հորը Խոսրովին։ Եվ Խոսրով արքայի սպանության մեջ մեղադրելով փաստորեն նրա հորը Անակին, այստեղ հայտնվում է փաստորեն ծանրացուցիչ հանգամանք եւ Տրթատը զայրանալով այս առիթով, իմանալով ինչ հանգամանքների հետ գործ ունի, Գրիգորին պարտադրում է, որ նետեն զնդան, խոր վիրապի զնդանը եւ այստեղ նա պետք է շուրջ 14 տարի անցկացնի փորձություններով լի շրջան։ Սա իհարկե մենք գիտենք սրբազան ավանդության մեջ ինչպես է հաղորդված, որ մի կին միշտ հասցնում էր սնունդ ապագա հայրապետին եւ նաեւ հրեշտակը հայտնվելով Գրիգոր Լուսավորչին գոտեպնդում էր նրան հոգեբանորեն, որ պատրաստ լինի հաղթահարել փորձությունները։ Անցնում են տարիներ եւ 14-րդ տարում տեղի ունենում հետեւյալ ողբերգական իրադարձությունը։ Դիոկլետիանոս կայսեր մոտեցումներին հետևելով այն մարդու, որ օգնել էր նա թագավոր դառնա, Տրթատը Հայաստանում սկսում է խիստ հալածանքներ քրիստոնյաների նկատմամբ։ Եվ հատկապես նա ուշադրություն է դարձնում այս հանգամանքին, երբ Դիոկլետիանոսն ինքն է խնդրում, որպեսզի իր հեռավոր բարեկամուհու գործով զբաղվի անձամբ թագավորը։ Պարզվում է, որ 37 կույսեր, քրիստոնյա կույսեր, փախուստի դիմելով Դիոկլետիանոսի հալածանքներից հաստատվել էին հայոց մայրաքաղաք Վաղարշապատի մոտ։ Եվ այս ժամանակ թագավորը նոր հետաքրքրվում է միայն, երբ որ կայսրն է խնդրում։ Եվ այնպես է ստացվում, որ նա իմանալով Հռիփսիմեի գեղեցկության մասին, այս 37 կույսերից Հռիփսիմեի գեղեցկության մասին, հետագայում նրա նկատմամբ մեծ սիրով է լցվում։ Եվ հետագայում, երբ որ Հռիփսիմեն հրաժարվում է թագավորի առաջարկն ընդունել ամուսնության վերաբերյալ, այդ բանից հետո ենթարկվում է չարչարանքների եւ մյուս կույսերի հետ նրանք բոլորը պատժվում են սպանությամբ։ Հետագայում իհարկե նրանց սպանության վայրում պետք է նրանց նահատակության վայրում նույն Գրիգորը նախ ամփոփի նրանց մասունքները, այնուհետև պետք է վկայարաններ հիմնվեն թագավորի հոգացությամբ եւ ավելի ուշ 7-րդ դարում այդ վկայարանների տեղում կառուցվում են արդեն այն եկեղեցիները, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եկեղեցիները, որոնք այսօր կանգուն են։ Եվ այս գործընթացը հետեւյալ կերպ է շարունակվում։ Ուրեմն տվայտանքների մեջ ընկնելով, թե ինչ է կատարել թագավորը իր սիրեցյալի նկատմամբ, նա ծանր հոգեկան ապրումներ է ունենում 6 օր շարունակ եւ դրանից հետո ուղղակի արքունական որսի ժամանակ նրա մոտ այդ հոգեբանական ճգնաժամը բերում է անկառավարելի գործողությունների։ Եվ այս ամենը, որ ներկայացնում է Ագաթան պատմիչը եւ սրբազան ավանդությունը հաղորդում է որոշակի մանրամասներ, իհարկե ավանդազրույցի բնույթ ունեն, բայց մյուս կողմից ներկայացնում են, թե ինչ ծանրացուցիչ գործընթացի հետ գործ ունենք, երբ որ կատարվում են այնպիսի քաղաքական որոշումներ, որոնք որ մարդկային տրամաբանության եւ հատկապես բարոյականության հետ առնչվող են եւ հակառակ են։ Այս իրավիճակում տեսնում ենք, որ թագավորի քրոջ Խոսրովի դուխտի մոտ 5 օր շարունակ տեսիլք է լինում, բանն այն է, որ նա գաղտնի ծածուկ քրիստոնյա էր եւ նա տեսնում է, որ միակ փաստորեն մարդով կարող է բժշկել թագավորին եւ դուրս բերել նրան այդ իրավիճակից եւ նրա մերձավորներին, նա Գրիգորն է։ Եվ կազմակերպում են Օտա Ամատունի հազարապետը գնում է անձամբ վիրապից ազատում Գրիգորին եւ ուղեկցում է Վաղարշապատ եւ այստեղից սկսում է փաստորեն հայոց դարձի կամ քրիստոնեության պետական կրոն հռչակման գործընթացը։ Գրիգոր Լուսավորիչը ի վերջո պետք է սահմաներ առաջավորած պահքի շրջանը, այսինքն մինչ քրիստոնեության պաշտոնական պետական կրոն ընդունումը եւ փաստորեն պետության քրիստոնեացումը, այսպես եթե ձևակերպենք, նախ պետք է բոլորը հրապարակավ հրաժարվեին իրենց մեղքերից, անցնեին մաքրության շրջան, ապաշխարության շրջան եւ այդ շրջանը ընդունված է անվանել առաջավորած պահք։ Եվ դրանից հետո միայն արդեն գործընթացները պետք է գնային, այսինքն չարից հրաժարվելով, նախկինում կատարած վատ գործերից հրաժարվելով պետք է գնային առաջ։ Սա ոչ այնքան ուղակի հեթանոսությունից քրիստոնեության անցման մասին է խոսքը, այլ կոնկրետ կատարած գործերից,
չար վատ գործերից հրաժարումով դեպի նոր ճանապարհ գնալը եւ դեպի լույս շարժվելը եւ այս իմաստով լուսավորիչ ձևակերպումը իհարկե ավելի տրամաբանական է դառնում Գրիգորի պարագայում։ Եվ ի վերջո տեսնում ենք, որ թագավորը բավական նախանձախնդիր էր, որ Գրիգորը գնա եւ ձեռնադրվի Կեսարիայում որպես եպիսկոպոս եւ եպիսկոպոսապետ կարգվելով շարունակի իր գործունեությունը։ Հատկանշական է, որ 303 թվականի հունվարի 6-ին Նպատ լեռան հատվածում, այնտեղ որտեղից Արածանի ակունքներն են գտնվում, պետք է կատարվեր մկրտություն եւ նախ, ինչպես պատմիչն է նշում, նախ մկրտվել է թագավորն իր ընտանիքով, այնուհետև մի քանի օր շարունակ բոլոր իշխանները, ավականին ամբողջությամբ եւ զինվորները եւ ի վերջո սովորական ամբողջ ժողովուրդը մկրտվել են։ Եվ դրանից հետո ամբողջ պետությամբ շարունակվել է վանքերի հիմնադրման գործընթացը եւ տեղի ունեցել նաեւ քրմության մի մասի ինտեգրացիա գործընթացում 36 եպիսկոպոսական աթոռներ են հիմնվել, ինչպես նշում է Ստեփանոս Օրբելյանը, որոնցից 12-ը, ինչպես նշում են 5-րդ դարի մեր պատմիչները, եղել են նախկին քրմապետական եւ քրմական ընտանիքներից։ Եղել են նաեւ հակառակվողներ, օրինակ Գիսանեի քրմությունը իդեմս Արձան քրմապետի դեմ է գնացել այս գործընթացին եւ նման իրավիճակում թագավորական իշխանության կամքով հարցը լուծվել է ռազմական ճանապարհով, այսինքն բախում է եղել, բայց եկեղեցու մոտեցումը եւ կոնկրետ Գրիգոր Լուսավորիչ առաջին հայրապետի, Գրիգոր առաջին կաթողիկոսի մոտեցումը հետեւյալն էր, որ հնարավորինս պետք է հաշտեցնել անցյալը եւ ներկան ապագայի համար։ Եվ այս տեսանկյունից իհարկե նաեւ նախաքրիստոնեական շրջանի ազգային շատ սովորույթներ եւ տոներ ինտեգրվել են նոր կրոնի հետ։ Գրիգոր Լուսավորիչը ավարտին հասնելով Հայաստանում քրիստոնեացման գործընթացը հետագայում գործը շարունակել է արդեն հարևան տարածքներում եւ քրիստոնյա քարոզիչներ ուղարկել Վիրք, Աղվանք, Մասկթած աշխարհ, այսինքն ժամանակակից Դաղստանի տարածք եւ նաեւ Ատրպատական եւ Խախտիկ փորձել է հարևան տարածքները թագավորի հետ նրանք փորձել են դարձնել մշակութային առումով կանխատեսելի։ Եվ ի վերջո իր գահակալության վերջին շրջանում նա հեռացել է գործունեությունից, գնացել Հայաստանի հյուսիս արևմտյան հատվածում Բարձր Հայք նահանգի տարածքում գտնվող Սեպուհ լեռան Մանեի քարայրը, այսինքն Սուրբ Կույս Մանեի քարայրն է գնացել եւ այստեղ կյանքի վերջում ճգնակեցությամբ եւ աղոթասացությամբ է զբաղվել ու այդտեղ էլ վախճանվել է։ Նրա կյանքի վերջին շրջանում 325 թվականին նրան այցելել է նրա հաջորդ կաթողիկոսը, նրա որդին, կրտսեր որդին Արիստակեսը եւ Արիստակեսից նա ստացել է փաստորեն Նիկիայի տիեզերական առաջին ժողովի, այսինքն համաքրիստոնեական առաջին ժողովի որոշումները, օրհնել է դրանք, ավելացրել եւս 20 կանոն այդ 20 կանոններին եւ հորդորել, որ հայ եկեղեցում առաջնորդվեն ընդհանրական սկզբունքներով եւ նաեւ տեղական եւս 20 սկզբունքներով, այսինքն ի սկզբանե եւ Գրիգորի եւ Տրթատի մոտեցումը հետեւյալն էր. հայ եկեղեցին ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցու մասն է լինում, բայց միևնույն ժամանակ այն պետք է ունենա իր առանձնահատկությունները, որը հետագայում ամբողջ եկեղեցու պատմության եւ առհասարակ հայոց պատմության մեջ դրսևորվում է սրբորեն։ Խոսելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի մասին, այժմ շարունակենք մեր զրույցը Խորվիրապ վանքի հոգևոր սպասավոր Տեր Շահան Աբեղամելքոնյանի հետ, Աստված օգնական Հայր Սուրբ։ Աստված պահապան։ Հայր Սուրբ, կուզենայինք ձեր խոսքը լսել Գրիգոր Լուսավորիչ հայրապետի մասին, նրա հատկապես տանջանքների, որովհետև այդ տարիների արդյունքում, որ նա անցկացրել է փաստորեն զնդանում, Արտաշատի թագավորական զնդանում, որ գտնվել է ժամանակակից Խորվիրապ վանքի տեղում, կարելի ասել դրա որցորդ է հետագա դրական իմաստով հատուցումը լիներ Հայաստանի քրիստոնեացման պետական կրոնի իբրև քրիստոնեացման գործընթացը։ Ինչ կասեք այս առնչությամբ մեր հեռուստադիտողներին։ Ասեմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայ քրիստոնյայի հավատքի հայրն է։
որովհետև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մոտ 14 տարի հալածանքներ կրելով Տրթատ 3-րդ արքայի կողմից կարողացավ Աստծո օգնությամբ դիմանալ բոլոր տանջանքներին, հաղթարելով այդ դժվարությունները, շարունակել Տիրոջ խոսքը քարոզել եւ դուրս գալով դարձավ հայ քրիստոնյայի հոգևոր հայրը եւ հայ ժողովուրդը իբրև հայ քրիստոնյա ծնունդ առավ Խորվիրապ վանական համալիրից։ Սկզբում շատ լավ գիտենք, որ այստեղ եղել է բանտ եւ այստեղ բոլոր հանցագործները, ովքեր որ դատապարտված են եղել մահվան, երկար տարիներ են մնացել օձերի եւ կարիճների ներկայությամբ։ Բայց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կարողանալով հաղթարել բոլոր դժվարությունները, քարոզեց եւ մկրտեց արքայական ընտանիքին եւ հայ քրիստոնյան պետականորեն հայ ժողովուրդը դարձավ քրիստոնյա եւ մինչ օրս Խորվիրապ վանական համալիրը այս երկար դարերի ընթացքում իր հոգևոր դերը եւ արժեքը չի կորցրել հայ քրիստոնյայի կյանքում, որովհետեւ բացի հոգևոր սրբավայր լինելը նաեւ այստեղ եղել է մեծ դպրոց, որտեղ որ ուսանել են ժամանակի լավագույն մտքերը։ Խորվիրապ վանական համալիրը մինչ օրս քրիստոնյայի կյանքում մնում է մի վայր, որտեղ հայ քրիստոնյան կարողանում է իր հավատքը նորոգել։ Այստեղ գալով ուխտավորաբար հայ քրիստոնյաները անդրադարձ են ունենում իրենց արմատներին, վերանայում են իրենց հայ քրիստոնյա լինելու արժեքը եւ նորովի հոգևոր լիցքերով շարունակում են իրենց կյանք։ Խորվիրապ վանական համալիրը մեծ նշանակություն ունի բոլորիս կյանքում, որովհետեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մեզ համար օրինակ եղավ, որ մենք նույնպես իբրև քրիստոնյաներ կարող ենք ամեն տեսակ դժվարություններ հաղթարելով, մեր մեջ հոգևոր կամք ձևավորելով, լինենք այն մարդիկ, ովքեր որ Տիրոջ խոսքի համար կարող են պայքարել, կարող է լինել լավագույնը եւ դրանով լինել վարակիչ եւ քարոզ մնացյալ բոլոր ժողովուրդներին։ Ձեր խոսքում շատ հետաքրքիր էր հատկապես այն մասը, որ փաստորեն այդ փորձության ժամանակահատվածը այդ 14 տարիները, ինչպես արդեն նշեցիք, ուղենիշ են, թե ինչի պետք է պատրաստ լինի քրիստոնյան, այսինքն, որ երկարատև փորձությունների, հալածանքների պատրաստ լինելով, պետք է հույսը ունենա, որ լինելու է դրական ավարտ որևէ բանի, որի համար նպատակադրված է քրիստոնյա մարդը, այս առումով իհարկե դեպի առաքելություն եւ դեպի նպատակը շարժվելու բացառիկ օրինակ է հենց նույն Գրիգոր Լուսավորիչ հայրապետի օրինակը։ Եվ կցանկանայինք մի փոքր նաև լսել, ճիշտ է արդեն ներկայացրիք Խորվիրապը իբրև ուխտավայր ինչ կարևորություն ունի, մի փոքր Խորվիրապ վանքի պատմության մասին, որովհետև այն բացառիկ նշանակություն է ունեցել պատմականորեն եւ պատահական չի, երբ որ հոգեվոր նորոգությունը եղավ Հայաստանի տարածքում 1441 թվականին վերադարձավ կաթողիկոսական աթոռը Սուրբ Էջմիածին, նոր ընտրված եւ օծված հայրապետը այս վանքի հետ մեծապես առնչվող անձնավորություն էր, կարծեք այդ Գրիգոր Լուսավորչի հանգամանքը այստեղ դարերի խորքից իր դերն էր խաղում եւ այստեղ փաստորեն Կիրակոս Վիրապեցու տեսքով մենք ունենք նորից կաթողիկոսական աթոռը Հայաստանում վերականգնված եւ Սուրբ Էջմիածնում նոր հայրապետ իբրև այդ ժամանակ։ Հիմա ինչ կասեիք մի փոքր հենց վանքի պատմությունից։ Ասեմ Խորվիրապ վանական համալիրը երկար դարերի պատմություն ունի։ Մինչ բանտ լինելով հանդերձ Գրիգոր Լուսավորչի շնորհիվ դարձավ մեզ համար սրբավայր։ Եվ այստեղ դարերի ընթացքում վանական համալիրը ձևավորվելով, եկեղեցիները շինվելով, կառուցվելով եւ հատկանշական է նաեւ այն փաստը, որ Ներսես կաթողիկոսը վանք հիմնեց, մատուռ հիմնեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապի վրա, որտեղ որ Գրիգոր Լուսավորիչը երկար տարիներ բանտարկված էր։ Դրանից հետո կառուցվեց արդեն 17-րդ դարում Մայրամ Աստվածածին եկեղեցին, որի կողքը որ կանգնած ենք մենք,
Այս դարերի ընթացքում այստեղ եղավ կրթական կենտրոն, Վարդան Արևելցին հիմնեց դպրոց, որտեղ որ հայ ազգի մեծ զավակներ են ուսանել եւ կրթությունը ավելի նոր փուլ են փոխանցել եւ ավել են զարգացրել։ Մինչ օրս Խորվիրավ վանական համալիրը լի է ուխտավորներով եւ հատկանշական է, որ ծիսական տարվա ընթացքում 3 տոներ կան, որի ժամանակ մասունք է բերվում այստեղ Սուրբ Գրիգոր Լուսավորչից եւ ուխտի պատարագ է մատուցվում։ Մուտնի վիրապի, ելնի վիրապի եւ գյուտ նշխարացի ժամանակ Սուրբ Գրիգոր Լուսավորչի։ Այստեղ ուխտավորաբար զավակները աշխարհի տարբեր կողմերից գալիս են, իրենց երկրպագությունը եւ խոնարհումն են բերում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներին, լիցքավորվելով հոգեվոր դրական լիցքերով, նորոգվելով, նոր մարդ դառնալով, որովհետեւ մենք բոլորս Աստծո զավակ լինելով պետք է մշտապես մեր ուխտը նորոգենք, պետք է մշտապես աշխատենք մեզ վրա, որպեսզի մենք Աստծո զավակը լինելով արժանի լինենք մեր երկնավոր Հոր կողմից պատրաստված մեզ հասանելիք ժառանգությանը։ Մինչ օրս Խորվիրավ վանական համալիրը բոլորի սրտում ջերմացնող եւ կարեւոր ջահ է, որովհետեւ Լուսավորչի ջահը մեր սրտում մենք պետք է միշտ վարդ պահենք, որ հիշենք քրիստոնյա լինելով, ուղղակի այդ անունը կրելով չէ, որ պետք է առաջնորդվենք, այլ պետք է մեր գործով, մեր կենցաղավարությամբ, մեզ համար Սուրբ Գրիգոր Լուսավորչին օրինակ ունենալով ապրենք մեր քրիստոնեական կյանքը։ Եվ այսպիսով մեր պատմություն հաղորդաշարի այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Ցտեսություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։